Համացանցում Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է հայտնվել, ըստ որի Խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ է հատկացվել բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևավճարներ տալու համար։ Փաստաթղթի 8-րդ կետում նշվում է, որ այն հույժ գաղտնի է։ Լրատվամիջոցները գրում են, թե բացի 13-րդ աշխատավարձից նախարարները մեկ օրում ստացել են այնքան գումար, որը համարժեք է շուրջ 14 տարվա թոշակառուի կենսաթոշակների հանրագումարին կամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու մոտ 8 տարվա աշխատավարձին։ Այսպես, բաժնի պետերը ըստ փաստաթղթի ստացել են 1,5-ից 2 միլիոն դրամ, վարչության պետերը 2,5-ից 3 միլիոն դրամ, փոխնախարարները 3,5-ից 4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները մինչև 6-ից 7 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հրապարակված փաստաթղթի վերաբերյալ հարցին նշել է, թե չգիտի ինչ 3 միլիարդի մասին է խոսվում ու հետևաբար չի կարող մեկնաբանել։ Կառավարությունից էլ պարզաբանել են, թե պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն։